Մեր Երևանի խելահեղ երթևեկության մեջ ո՞նց է կողմնորոշում, դուք ձեր մեքենայով վարելով եկաք, դժվար է վարորդ լինելը 80 անցում, հաստատ ազդանշան կտան։ Հա, տալիս եմ, բայց ինչ են անում, որտեվ ես դանդաղ եմ քշում, արագ չեմ էլ կարող, ես ինչ վարորդ։ Չնայած առաջ գնում էի, հասնում էի Գյումրի, հետ էի գալի, բավական հաճախ։ Դե հիմա էլ արդեն էլ չէ էլի, բարձրանում էի պրոսպեկտով։ Ու պետք է ուղիղ գնամ Բաղրամյանի անկյունում, Սայաթ-Նովա Բաղրամյան։ Աչից էլ մի հատ են մեքենայա կանգնած են, որ 2 մետր բան չեն, չի են այդ մեծ մեքենաները քաղաքում քշում չեմ հասկանում։ Ինքնահաստատվում են, հա։ Բանը տվեց, կանաչ տվեց, շարժվեցինք, այս ապուշը եկավ, սենց դիմացով, իմ դիմացով գնաց Բաղրամյան, աչ գծից։ Ես էլ սենց արեցի։ Հալա լավա ես շատ արագ չէի գնում, թե չխփեինք։ Սա գնաց ընդեղ կանգնեց, ինձ ձեռով սենց անում էլ կանգնի։ Հետո Դեկա բարձացա այն կոմիտասի արձանը, որ կա դրա մոտ կանգնեցի։ Մի հատ 2 մետրանոց մարդ եկավ սենց։ Ես այնց մեքենա սենց վերցնալու է շպրտի այդ արձանն էլ ջարդի մեքենաս էլ։ Ես էլ դուս չեմ եկել նստած եմ։ Ինչքան մոտեցավ, այնքան երևի ինձ ճանաչեց, ման բուքսի չափան, բայց վայ ախպեր ջան, կներես էլի ցավը տանեմ կարող են ինչ-որ ասում եմ, հա բայց եթե ես քշեի խփելու էի քեզ, հետո աչից գնում ես սաղ ես մտնում, լավ, բայց սենց չպետք է անեիր էլի, ես էլ չանեի, չէ պրոստը որ կողք սաղջիկ էր պետք չէր էլի որ սենց ան, վայ մամա ջան կրթության պակասն է։ Պարոն Ծատուրյան, որ ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, ձեր կյանքի որ փուլում ինչ կփոխեիք։ Մի բան կփոխեիք։ Չէ, այդպես խելոք բաներ ես չեմ հասկանում։ Դե ենթադրենք հնարավորություն է։ Էլի կյանք այ գնացել է լավ անում, սենցա գնում։ Ախր Ֆայինա Ռանևսկայան շատ իմ սիրում, ես այդ կնոջի քան ճիշտ է խոսում։ Ասում է, երեք ես տանը նայում էի իմ թաղման են բաներին, առարկաներին, որոնք պետք են, իմ օրդենները, իմ մեդալները, իմ գովասանագրերը, որոնք բանի առաջով տանում են, չէ դագաղի առաջով, ընդամենը էտ են, ընդամենը, սուտը չեմ սիրում, այս սուտը պաթոսը չեմ սիրում են, որ Ձեզ այնքան շատ են քննադատում, ինչ ասում եք քննադատում են, ամեն ինտերվյուից հետո քննադատում են, ձեզ, ասում են մտավորականը սենց, մտավորականը ոնց պիտի լինի, ինչպես պիտի լինի։ Բա ես խոսում եմ, որ ինձ քննադատեն, թե չէ որ չքննադատեն ումն է պետք, մոռացան կմատնվում եմ, թող շատ քննադատ։ Հատուկ սադրում եք, այսինքն, հատուկ եք սադրում։ Իհարկե։ Օրինակ Հիմա մի բան ասեմ, որ շատ ժողովուրդը նենց կատաղելու, որ ասեք, որ շատ կատաղելու են, կմոնտաժը։ Ինձ համար մարդկությունը, տևյալ դեպքում հայ ազգը, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկությունը, բաժանվում է 3 կատեգորիաների։ Ցածրագույնը ազգաբնակչությունն է։ Այդ գիտես, որ նա ինչ է կոչվում, ինչ լուսամուտներ, կիսաբաց լուսամուտներ։ Այս այա Են որ շատ լուրջ թե դուրս են գալի բիտինգների բան Ղարաբաղը մերն է չմանում ինչը ումն է ման անգրագետ երկրորդը ժողովուրդն է ավելի եւ այսպես եւ այնպես գոնե կասկած ունի որ սովորելու բան կա անալիզա գոնե անում ինչա կատարվում ոչ թե հենց այնց խոսում եւ ամենաբարձրը որը ես ինձ չեմ համարում դրանց մեջ ազգն է այ ազգը դա Փարաջանովա ազգը դա Վիկտոր Համբարձումյանը ազգը դա Մինաս Ավետիսյանն է քանի տոկոսն է բան Ծատուրյան 1 2 5 հա երիկա այդքան չի կարող շատ լինի իսկ Լեհաստանում ով է Շոպեն հա ով է եղել կան բան Թուրքիայում էլ նույնիսկ կան այդպես արկայծումներ են դրանք շատ չեն կարող լինել բայց դա է ազգը
Պարոն Ծատուրյան, 80 անցում դուք ձեր միտքը պայծառ պահել եք, ես տեսնում եմ, մենք զրուցում ենք, միտքը պայծառ է։ Դուք դա համարում եք երիտասարդների հետ աշխատանքի, նաև գիտեմ, որ դասավանդում եք, այս պահին էլ աշխատում եք, դրա հետևանքը չասենք, արդյունքն է, շատ եք կարդում, երաժշտությունը, բայց հիշողությունը խայտարակ է։ Ահա վրա գնում այդ հիշողությունը, կորում է։ Իսկ ինչ վերաբերում է ջահելներին, հա, ես չեմ աշխատում, որտեղ ահագին բան եմ սովորում իրանցից։ Ինձ ասում են դու ես սովորացնում, ես սովորացնում, բայց սովորում եմ, որովհետև ժամանակները փոխվում են, առաջ են գնում։ Իսկ մենք մնում ենք մեր ժամանակի մեջ, վերջի գնացքի վերջի վագոններում։ Մի քիչ պիտի առաջ գնալ, մի քիչ տամբուրներով անցնել, գալ, եւ նրանք ինձ ստիպում են, որտեղ Այն որ ասում է մեր ժամանակվա ջահելությունն ուրիշ էր, ոչ մանա ուրիշ չէ։ Մենք էլ էինք ջահել, դրա համար ենք դա հիշում, բան։ Այսօրվան էլ եւ լավը կա եւ վատը կա։ Ամենադեպս իմ ուսանողները ես հիմա բան եմ հերակայում եմ դաս տալիս, մարդիկ արդեն աշխատում են ամել եւ շատ ավելի բան են ոնց ասեմ, ավելի հասուն են, որտեղ աշխատում են, փող են աշխատում, սովորում են, բան, մի խոսքով։ Եվ տեսնում են, որ կան մեջները շատ լավերը եւ կան շատ լավերից ինչ եք սովորում, պարոն Ծատուրյան։ Ռեժիսորական կուրսը եւ շատ པարզ իրանց ասում, աղջիկ ջան, դու արի թողել ես գործը, քեզ համար եմ ասում, ինձ համար ինչ է։ Չկաս դու ես գործում։ Բայց կնեղանամ, պարոն Ծատուրյան, ժամանակակից մանկավարժությունը, բան, ասում եմ, պիտի խրախուսես։ Մանկասան եմ ստեղ եմ հասել, որ չնեղացնեմ էլ, պիտի նեղացնեմ էլ։ Դարձողը կդառնա։ Սուտ բարությունն է, զզվելի բանը։ Պետք է չար լինել, պետք է շատ փաստարկված երևի։ Ռեալ։ Օրինակ ես սուտը չեմ սիրում, ինչի ստեմ։ Սուտը գիտես ինչա վախկոտության նշան է, երբ որ մարդ վախկոտ է, ստում է, որ տակից դուրս գա, ես երբեք չեմ ստում, իմաց համար կարևորը ճիշտը ինչն է, մարդը չի, բնությունն է, այդ դա ճիշտն է, և հիմա էլ պայքարում է մարդկության դեմ լավ անում, որտեղ մարդկությունը բնության հերնուսում անցի, չի ստացվի։ Լեհագին անիցել է։ Ինչից եք վախենում։ Ինչից եք վախենում, պարոն Ծատուրյան։ Մահից չեն վախենում, կյանքից չեն վախենում, կանանցից են վախենում։ Ոնց վախենում ենք։ Չէ, վախենում են իմաստով, որ նրանց դժվար է հասկանալ։ Քուշակելը, հասկանալը, բան շատ, բան են։ Դե ցայլ մի քիչ խատակի իմաստով եմ ասում, որտեղ